Բարոյձեզ հարգելի հայրենակիցներ, մի քանի օր հարգելի պատճառներով բացակայությունից հետո վերադարձել եմ, ամեն ինչ լավ է եւ կուզենայի անդրադառնալ մի քանի հարցերին, որոնք առաջացել են իմ այս բացակայության շրջանում։ Առաջինը երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանում չկա ընտանիք, որից հեծը չի գողացել։ Նա սա հայտարարությունը արել է հեծը չի գողացել տերմինով, որպեսզի երբ մենք ուզենանք հեծով դիմենք դատարան, որպեսզի նա կամ ապացուցի կամ ներողություն խնդրի իր ասացի համար, իր կողմից նշանակված կառավարիչը իրավունք ունի այդ հայցը դատարանից հետ վերցնել եւ թույլ չտալ, որպեսզի նրան ստիպեն իր խոսքերի համար պատասխան տալ։ Բայց կուզենայի ասել, որ Հայաստանում վերջի 10 տարվա ընթացքում մասնագիտորեն պատասխանել փոխվել է 800,000 հաշվիչ, դարձել է էլեկտրոնային համակարգով, որի արդյունքում կորուստները իջել են 16%-ից 6%, տարեկան 35-ից 40 միլիոն դոլար սակագնի էկոնոմիա եղել եւ նաեւ կուզենայի ասել, որ երկրի վարչապետը 7 անգամ իրեն հաշվետվությունով ներկայացրել է այդ մասին, ինքը գիտի, բայց ոնց որ չհիշելու է տալիս, իսկ գողություն անողները ու թալանողները մեր երկրում ուրիշ մարդիկ են, իրանք են հենց թալանում մեր երկիրը, թալանում են տուգանքներով, թալանում են երկրի հասարակության վրա դրված անտրամաբանական տույժերով, որ գյուղ մտնում են մարդիկ վարորդական իրավունքից զրկված են, ինչ որ անիմաստ խախտումի պատճառով եւ իրենց ընտանիքը չեն կարող պահել։ Շատ մարդկանց կյանքի հիմնական ապահովելու հիմնական գործիքակազմը մեքենան է, մեքենայով են տունը պահում։ Ու ամեն գյուղում կան մարդիկ, ովքեր վարորդական իրավունքից զրկվել են ու չեն կարողանում իրենց ընտանիքը պահել։ Մեր առաջի քայլերից մեկը լինելու է այդ ընտանիքներին, ովքեր այն մարդկանց, ովքեր մեքենայով են ընտանիք պահում, տալ երկրորդ շանս, տալ իրավունք, որպեսզի նրանք ինչ-որ փորձաշրջան անցնելուց հետո հետ ստանան իրենց վարորդական իրավունքը, որպեսզի ընտանիքները պահեն։ Իսկ այդ տույժերը, որ վճարվում են, տույժերը պետք է կարողանանք տրամաբանության դաշտ բերենք միջին հայկական աշխատավարձի տրամաբանության չափ, որպեսզի շատ թանկ չնստի մարդկանց վրա։ Իսկ ուր են գնում տույժերն ու տուգանքները, գնում են պետական բյուջե, իսկ ոնց է ծախսում պետական բյուջեն։ Օրինակ այդ մարդը, ով թալանի մեջ է մարդկանց մեղադրում ու մոռանում է, թե ինքը ինչա թալանել, պետք է մի բան հիշի, որ վերջի իր կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը ավելացել 4 անգամ։ Սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում, որպեսզի հասկանաք Հայաստանի վարչապետի աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան Իսպանիայի թագավորական ընտանիքը, գումարած Շվեդիայի թագավորական ընտանիքը, գումարած Բելգիայի թագավորական ընտանիքը, գումարած Դանիայի թագավորական ընտանիքը իրար հետ վերցրած։ Մեր վարչապետի աշխատակազմը ավելի թանկ է նստում, քան 4 աշխարհի հարուստ երկրների թագավորական ընտանիքների ծախսերը իրար հետ վերցրած։ Դուք հարգելի հայրենակիցներ, իրենց այդ խեղճ հակուկապին մի խափնվեք, իրենք լավ էլ ծախսում են, լավ էլ որտեղ ուզում այնտեղ ծախսում են, ոչ մի հաշվետվողականությունը չեն ապահովում։